FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլիմարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Դուք գիտեք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մենք հետաքրքիր խորագիր ենք ընտրել մեր ծրագրերի համար, կանայք, որ փոխում են աշխարհը։ Ու ամեն անգամ դու հասկանում ես, որ կինը իր մեջ եղած կարելի է այսպես ասել, անբնական կամ խիստ բնական, բայց միայն կնոջը հատուկ էներգիայով իրականում կարող է աշխարհում շատ բան փոխել։ Երբ ինչ-որ իրավիճակում, հարմարավետության գոտում գտնվում է, տպավորություն է, որ այդտեղ պետք է կարողանալ անել ամեն ինչ լավ այդ պահի համար, քո ընտրած ուղղությունը, այն վայրը, որտեղ գտնվում ես, այստեղ ամեն ինչ պետք է անել իդեալական։ Բայց ժամանակի ընթացքում կանայք կան, որոնք իրենց մեջ եղած բնատուր էներգիայով հասկանում են, որ իրենք պիտի անեն ավելին։ Եվ հենց այսպիսի տեսակի կանանց հետ է, որ մենք աշխատում ենք զրուցել կանանց միամսյակի ընթացքում։ Մասնագիտություններ կան, որ տպավորություն է, որ դժվար է մասնագիտությանը ինչ որ դադարից հետո ոչ անմիջապես, դպրոցն ավարտելուց հետո այդ որոշումն ունենալ, դառնալ օրինակ բժիշկ։ Բայց կան մարդիկ, կան կանայք առավել, ովքեր մասնագիտությունը ընտրելով, որոշ ժամանակ դադար տալուց հետո երեխաներ ունենալուց ու երեխաներին մեծացնելու հետ զուգահեռ կարողանում են որոշում կայացնել, ընտրել հենց բժշկությունը։ Այս պահին Elrum-ում ուզում եմ նաև ձեր անունից սիրով ողջունել բժիշկ կոսմետոլոգ Արմինե Գաբրելյանին։ Դոկտոր Արմինե, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ես ուզում եմ կանանց միամսյակի բոլոր օրերին եւ դրանից հետո իրականում դուք ձեր տրամադրությամբ, ձեր հրաշալի, ինչպես ասում են, ձեռքով հնարավորություն տակ կանանց աշխարհը փոխելու։ Բարև ձեզ նորից, շնորհակալ եմ հրավերի համար։ Օգտվելով առիթից ցանկանում եմ եւս շնորհավորել մեր կանանց աղջիկներին, մայրերին, քույրերին այս հրաշք տոնի կապակցությամբ ձեզ նույնպես շնորհավորում եմ, մաղթում լինել միշտ այդպիսի հմայիչ բոլոր տարիներին։ Ու թող բոլոր կանայք լինեն առողջ, խնամված։ Արմինե Գրիգորևնա, այսպես ես ձեզ ասեմ, որովհետև ինձ շատ հաճելի է, չնայած հիմա երևի կզարմանան, երբ ես խոսեցի, որ երեխաներ ունենալուց հետո, ինչ որ դադարից հետո նոր ընտրել բժշկի մասնագիտությունը, չեն պատկերացնի, որ սա վերաբերում է հենց ձեզ։ Բայց ուզում եմ հենց այստեղից սկսենք։ Դուք 10 եւ 12 տարեկան երեխաներ ունեք, տղա եւ աղջիկ։ Այո։ Աստված պահի եւ ամենասկզբում բժշկական, այս առողջապահության ոլորտը ընտրել եք, բայց ոչ որպես բժիշկ։ Հետո արդեն որոշեցիք մասնագիտանալ։ Այո։ Բավականին երկար տարիներ աշխատելով քաղաքի լավագույն բուժհաստատություններում եկավ մի շրջան, որ ունեցա այն մոտիվացիան, այն ուժը, որ պետք է եւ ուզում եմ լինել ավելի բարձր կետում, որտեղ որ միշտ տեսել եմ ինձ, բայց համարձակություն չեմ ունեցել առաջ գնալու։ Եվ երևի թե երեխաների հանգամանքը եւս մեծ ուժ է։ Դա որպես խոչընդոտ կամ որպես բարդ շրջան չեմ դիտարկում։ Իրենց տված ուժի շնորհիվել է նաեւ, որ ես հանուն իրենց եւ իրենց համար է նաեւ այս մեծ քայլը կատարվում։ Ես դա պետք է անեմ եւ դա արեցի։ Այսինքն, հրաշալի բան ասացիք, Արմինե, փաստորեն բոլորը ասում են, դե դժվար է երեխաների մեծացնելու հետ, բայց երեխաները նաև մոտիվացրեցին ձեզ, որպեսզի բժշկական համալսարան ուղղակի ընդունվեք։ Որոշ մարդկանց կամ կանանց համար դա պարզապես անհնարին է համատեղել, իսկ ես միշտ սիրել եմ անհնարին երևույթները հաղթահարելու, իմ ջիղը, իմ
այդ անլուծելի հարցերում պահպանել հանգստություն, գտնել այդ ուժը եւ ինչու՞ չէ նաեւ օրինակ ծառայել այն մարդկանց, այն կանանց, աղջիկներին, ովքեր մանր, փոքր, չնչին հարցերից նաեւ կոտրվում են, դադարում են առաջ գնալ կամ մտածում են, որ դա եթե երեխաների հետ անհնար է, ուրեմն սահմանափակվենք այն եղածով ինչ որ ունենք, իսկ ես չեմ սիրում որևէ հարցում սահմանափակվել եւ առավել եւս այս դարաշրջանում, որտեղ կրթությունը կինը առհասարակ իր ամբողջ ներուժով մեծ դեր է տանում մեր հասարակության մեջ ներկա շրջանում բոլոր ոլորտներում եւ ինչի՞ չէ նաեւ բժշկության մեջ ինձ հանդիպող շատ քիչ կանայք կան, ովքեր համարձակություն են ունեցել 2 կամ 1 կամ առհասարակ ընտանիքի հետ համատեղել կրթությունը եւ նաեւ զուգահեռ աշխատել եւ չտրտնջալ, ուղղակի վայելք համարել այդ բարդ շրջանը։ Ինձ համար գնահատականը ավելի բարձրանում է ինձ համար եւ ավելի արժեվորվում, երբ շատ մեծ խոչընդոտներով են հասնում ինչ որ կետի, կլինի ուսման հարցում, կլինի կյանքին հանդիպող յուրաքանչյուր հարցում։ Բարդ տրվածը միշտ շատ թանկ արժե եւ անգին է։ Ես գիտեմ, որ դուք նաև ապարել եք, ընդ որում Վանուշ Խանամիրյանի մոտ նշեցիք, իսկ ես գիտեմ, թե ինչ բարդ է եւ ինչքան այսպես խիստ կարգապահություն, ինչքան պետք է պահպանել այդ բոլոր կանոնները հենց հատկապես իր մոտ։ Այսինքն միշտ մանկուց այդպեսին եք եղել։ Այսպես ասեմ, նույնիսկ ինչքան էլ որ մասնագիտությունները կամ զբաղմունքները իրարից շատ տարբեր են։ Զբաղվել պարարվեստով եւ անցում կատարել բժշկություն, թվում է թե շատ տարբեր են։ Բայց քանի որ իմ ընտրած ներկա մասնագիտության մեջ կա եւս արվեստի մի կետ, մի ճյուղ, այո, դա գեղեցկությունը ստեղծելը, կերտելը, տեսնելը, նկատելը եւ դա ավելի գեղեցկացնելը եւս արվեստի մի նկարչության եւ արվեստի մի ճյուղ եմ համարում, որովհետեւ ոչ բոլորին է դա տրված, դա կամ ներսում ներքուստ կրում ես կամ չես կրում, դա կամ կա, կամ իսպար բացակայում է, դա ձեռքբերովի չի լինում, դա սովորացնելով չի լինում։ Եվ սիրելով արվեստը, ծանոթ լինելով բեմական կյանքին, սիրելով ամեն ինչի մեջ գեղեցկությունը, համահունչը, այս պահին տեսնում եմ նմանություն, այսինքն երկուստ էլ համարում եմ արվեստ, որևէ այլ մասնագիտության հետ չեմ կարող համեմատել, էսթետիկան, ներարկումները կամ առհասարակ պլաստիկ վիրաբուժությունը, որովհետև այստեղ գործ ունենք կերպարային փոփոխությունների հետ։ Այսինքն այն առաջարկները, որ դուք անում եք, ձեր այցելուներն այդ մասին խոսում են, դուք միշտ սիրում եք այդ ներդաշնակությունը, դրա մասին խոսեցիք, այսինքն դեմքի մեջ գուցե այդ շտկումները արված լինի, բայց ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի։ Միանշանակ նորից շեշտեմ այս շրջանում ներկա պահին, որքան զարգացել է բժշկությունը եւ էսթետիկան, այնքան եւ կանայք եւ ինչու՞ չէ նաեւ տղամարդիկ ավելի կողմ են եւ ավելի աչքին հաճելի է դարձել նաեւ որոշակիորեն բնական պահպանված եւ տարիքը եւ խնամքը եւ այդ ստանդարտները որոշակի պետք է համապատասխան լինեն տարիքին, այսինքն երբեմն լինում են բուժառուներ, որոնք ցանկանում են շատ մեծ փոփոխություններ եւ այստեղ ներբանեկատորեն պետք է շատ զգուշորեն խորհուրդ տալ առանց որևէ կերպ նեղացնելու կամ այդ մերժվելու, ճակերտավոր մերժելու պահը այնպես կազմակերպել, որ եւ լսելի լինես քո բուժառուի կողմից եւ նաեւ վստահություն ձեռք բերես, որ ճիշտ ընտրված մասնագետը երբեք սխալ խորհուրդ չի տա։ Եթե դիմել եք, ուրեմն վստահեք մինչեւ վերջ, որպեսզի ունենաք այն արդյունքը, որոնք այս պահին ունեն իմ բուժառուները եւ ուզում եմ նաեւ այսպես շնորհակալությունս հայտնել իրենց վստահության համար ինձ։ Իրականում, հա, մեզ պետք չի 50 տարեկանում, 20 տարեկան Երևան ներարկումային այդ պրոցեդուրաների արդյունքում, բայց մեզ պետք է Երևալ այդ նույն տարիքի, բայց շատ խնամված։ Եթե դուք ուզում եք տարիները
այսպես ջնջեք ձեր դեմքից։ Այդ դեպքում կարծում եմ ճիշտ չի դիմել Արմինե Գրիգորևնային, բայց եթե դուք ուզում եք տարիների այդ հոգսը եւ այլն, այդ մի քիչ ինչ որ առումով տրամադրության բացասական երանգները ջնջել, այդ դեպքում կարող եք դիմել եւ այսպեսի թարմ, հետաքրքիր, գեղեցիկ ու ներդաշնակ նաեւ տեսք ունենալ։ Իրականում ձեր աշխատանքները Արմինե ինձ շատ դուր եկան, որովհետեւ շատ իրականում պահպանված է եւ համաչափությունը ընդհանուր դեմքի։ Նախ երկու փաստ շեշտեմ, կանանց հետ կոնսուլտացիայի ընթացքում մի քանի բառով կարող ես հասկանալ խնդիրը որտեղ է թաքնված։ Արդյոք արտաքին խնդիրը լուծելով մենք լուծում ենք նաև ներսում ունեցած որոշակի կարծրատիպերը կամ տանջող հարցերը, որոնք արտացոլվում են դեմքին, որովհետև կնոջ դեմքից, աչքերի հայացքից, որքան էլ կատարես ներարկումներ, փոփոխություններ, այսպես փորձես թարմեցնել, եթե կնոջ ներսում չկա խաղաղություն, չկա հանգստություն, կան այսպես գրոհներ, տանջող մտքեր, ներարկումային կոսմետոլոգիան չի օգնում այս դեպքում, դրա համար նաև հորդորում եմ կանանց պահպանել իրենց յուրաքանչյուր հարցում պահպանեն իրենց ներքին խաղաղությունը, որովհետև դա ուղիղ անդրադառնում է իրենց առողջության եւ առողջությունից էլ նաեւ իրենց դեմքի արտահայտության վրա երբեմն կտեսնենք խնամված, հարդարված կանայք, բայց ինչ որ բան այն չէ։ Ես ունեմ բուժառուներ, որոնք այցելել են եւ վերջում իհարկե ասել են մենք չհասկացանք հոգեբանի մոտ ենք այցելել, թե կոսմետոլոգի ենք դիմել, որովհետեւ բարձրաձայնել է պետք շատ հարցեր։ Միգուցե կարիք կա միջև պրոցեդուրաների անցնելը նաև թերապևտիկ խորհուրդներ տալ, կարգավորել քունը, կարգավորել հանգիստը, նյարդերը, տրամադրությունը, հետո նոր անցնել ներարկումների։ Ես հասկացա, որ ամեն ինչ սկսում է խորհրդատվությունից։ Խորհրդատվությունից, նաև ամբողջական օրգան համակարգի, օրգանիզմի հետ կապված բոլոր տիպի ու տեսակի խնդիրների բարձրաձայնումից, անկախ այն փաստի դա ցանկանում են բարձրաձայնել, թե ոչ, մասնագետին վստահելիս պետք է դա բարձրաձայնել, որպեսզի հետագայում չբախվենք խնդիրների։ Իմ պարագայում իհարկե իմ բուժառուները կփաստեն, որ ինձ մոտ իրենք իրենց զգում են լիարժեք իրենց անկյունում եւ դա ինձ նաեւ պարտավորեցնում է, այո, ոլորտը նաեւ ունի իր բիզնես կողմը, որի մասին բոլորն էլ գիտեն, բայց դրանից ավել ու կարեւոր է առողջությունը եւ ներսից եւ դրսից։ Եվ դրսից, այո։ Պետք չէ ժամանակ խնայել բուժառուի կամ ժամանակը շտապեցնել բուժառուին։ Այսինքն այս հեռախոսահամարով դուք կարող եք զանգահարել, խորհրդատվություն վերցնել եւ այստեղ ուղղակի ասել ինչն է ձեզ խանգարում։ Մանավանդ որ իհարկե կոնտուրային, հա, ուրվագծային պլաստիկան այստեղ հիմնական ու հստակ շատ տարբերվող ձեռագրով Արմինեի երևում է, բայց պետք է ասել, որ շատ մեծ նաեւ թիվ պրոցեդուրաների, որոնք վերաբերում են հենց մաշկի որակին։ Առանց մաշկի հետ աշխատելու դա եւս կփաստեն իմ բուժառուները, հպարտորեն ասում եմ, որ երբեք միանգամից անցում չեմ կատարում ձգումների կամ ծավալ հաղորդելու կամ ապահովելու այն պահանջը, որով որ դիմել է բուժառուն։ Իհարկե փորձում եմ այնպես անել, որ երկուսիս կարծիքը մեկտեղ բավարարված լինի, բայց առաջնային իմ կարծիքն եմ կարևորում այդ պահին, որովհետև հետո շնորհակալությունը չի ուշանում։ Այո, դա որովհետև անցնում է ժամանակ, այո, եւ կարծիքը արդեն հետադարձ կապով հասկանում եմ, որ ինչ լավ է լսեցինք, առաջնային մաշկի խնամքը եւ հետո նոր ծավալ հաղորդելը կամ որոշակի հատվածներ մեծացնել են։ Փաստորեն մաշկի խնամքի ծառայությունները բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, պլազմոթերապիա եւ այստեղ կոլագենոթերապիա, սա ավելի նոր ուղղություն է, թե։ Այո, կոլագենոթերապիան ներկա վերջին սերնդի պրոցեդուրաներից է, համալրել է մեր ներարկումների շարքը եւ հրաշալի արդյունքներ է ապահովում։ Կոլագենը
սպիտակուց է, որի պակասից եւ որի պաշարի պակասից կամ որի դեֆիցիտից առաջանում է արդեն մաշկի ծերացում, երբ մաշկի խորը շերտերից արդեն ծերացման շրջանում դուրս է գալիս էլաստինը եւ կոլագենի սինթեզը չի ապահովում, մենք, այսինքն ոլորտը համալրվել է այնպիսի խտանյութով, որ լրացնի այդ պաշարը եւ որի արդյունքում նաեւ կանխում է ծերացումը, լրացնում է պաշարը եւ նյութերը, որոնք ներմուծվում են, բավականին բարձր մակարդակի վրա են եւ շատ ողջունելի է այդ փաստը, որովհետեւ ըստ դիմելիության, ըստ կանանց քանակի եւ իրենց պահանջի, ինչքան են պահանջում այդ պրոցեդուրան, հասկացել եմ, որ փաստորեն իր գործն անում է բարձր մակարդակով։ 35+ տարիքի կանանց համար է հիմնականում պրոցեդուրան, երբ արդեն սկսում է օրգանիզմում որոշակի փոփոխություններ, հիմնականում նաև խնդիրը կարող է առաջանալ վաղ տարիքում այն դեպքերում, երբ դիետաների են դիմում, ծավալուն դիետաների են դիմում եւ ոչ այնքան գրագետ դիետաների դիմելով վնասում են նաև մաշկի հյուսվածքները, նաև օրգանիզմի ջրազրկում են ապահովում եւ ջրազրկման արդյունքում նաև վնասում են մնացած այլ շերտերը, այսինքն մաշկը սկսում է իր ֆունկցիան ճիշտ չկատարել։ Կուզենայի ավելացնել նույն կոլագենի մասին, շատերը չգիտեն, որ կոլագենի հետ կա նաև այսինքն պլազմոթերապիայի հետ զուգահեռ է կատարվում կոլագենոթերապիան, որը այսպես կարճ համառոտ ասում եմ պլազմոկոլագեն, այսինքն հիմնական բաղադրիչը կոլագենի դարձնում եմ բուժառոյի սեփական հարյան պլազման եւ դա այսպես կրկնակի էֆեկտիվ ազդեցություն է թողնում, վստահեցնում եմ։ Սա փաստորեն մանր կնճիռների եւ ես գիտեմ, որ գույնի հետ կապված է, այո, հակապիգմենտային, սնուցող, լիֆտինգ էֆեկտ հաղորդող, ինչպես նաեւ այդ ինչպես մեր կանայք են սիրում են ասել, լուսավոր մաշկի, փայլուն մաշկի էֆեկտը, այո, որը բավականին երկար պահպանում է, ասեմ, որ տարվա մեջ ցանկալի է կատարել մեկ անգամ, մեկ կամ մաքսիմում 2 անգամ, որովհետև բնական բաղադրիչ է իրենից ներկայացնում եւ հաճախակի պարբերաբար պարզապես ցանկության համար դա այնքան էլ խելամիտ չէ կատարել։ Բոլոր ապարատային պրոցեդուրաները, ձգումները, հա, ճարպայրիչ այդ պրոցեդուրաները եւ ապարատային եւ ներարկումային, այսինքն այս ամեն ինչը կատարվում է, բայց այ մաշկի խնամքից, մաշկի փայլուն մաշկը ունենալուց հետո արդեն գալիս ենք ուրվագծային պլաստիկային, որը շատ կարևոր է, փաստորեն ներարկումներ, բոտուլինոթերապիա եւ իհարկե ֆիլերներ։ Սա այն աշխատանքն է, որին կամ պետք է տիրապետել բարձր մակարդակով եւ բարձրագույն կրթությամբ, կամ պարզապես չտիրապետել եւ չկատարել ներարկումների եւ առողջության վերաբերյալ թեմային անդրադառնալիս երկար մտածել է պետք մանավանդ հիմա, երբ պարզապես շատ արագ 10 րոպեում, 15 րոպեում, իհարկե բուժառուների շեշտած րոպեներն եմ ասում, որ իրենց պրոցեդուրան կատարվել է 10 րոպեում կամ 15 րոպեում, ուզում եմ հասկանալ ոնց կարելի է, օրինակ, արագության կամ ինչ որ բան ստանալ շատ արագ, որ վերաբերվում է առողջությանը, առանց երկար մտածելու, առանց ուսումնասիրելու, առանց անամնեզ հավաքելու առողջական խնդիրների մասին։ Նույնիսկ կարող եմ մեջբերել որոշակի պատմություններ, երբ ունենում են օրինակ հարակնային պիգմենտացիա, աչքերի մկվածություն, որի հիմնական խնդիրը ոչ այնքան դեմքի հետ է կապված, ոչ այնքան աչքերի հետ է կապված կամ մաշկի, ավելի խորը շերտերում է խնդիրը կամ ավելի օրգան համակարգում է պետք փնտրել խնդիրը երիկամներում կամ միզային համակարգում եւ X մասնագետին հետաքրքիրել չի դա եւ միանգամից անցնում է ներարկումների եւ խոսք է տալիս, խորհուրդ է տալիս, վստահեցնում, որ դա կանցնի
մի քանի ներարկումների, էտապային ներարկումներից հետո, բայց խնդիրը աչքերի մեջ չէ, այսինքն չենք ուսումնասիրել բուն խնդիրը։ Սա շատ կարևոր բան է, այսինքն դրանից հետո անցնում ենք։ Հիմա հիմնական ուղղությունը նորից շուրթերի ծավալը մեծացնելու համար է։ Սիրելի թեման է շուրթերի ծավալի փոփոխությունը, իմ սիրելի աշխատանքն է նաև առանձնացված է իմ աշխատանքում, գիտեն իմ աշակերտները, իմ բուժառուները, ես երբ կատարում եմ այդ աշխատանքը, դա ինձ համար վայելք է, աշխատանք չէ։ Բայց նաև շատ, եթե մենք նայում ենք, աշխատանքները այստեղ շատ բնական, չեք սիրում դեմքի եւ չեմ սիրում եւ չեմ կարողանում։ Տեսեք, այս պահին ունենք եւս մեկ խնդիր, որի մասին ուզում եմ բարձրաձայնել, աղջիկների գրեթե 90%-ը գերի են դարձել ֆիլտրերի։ Ֆիլտրում են իրենց դեմքը որոշակի կերպարներով, նկարներով կամ ինչ-որ ինստագրամյան կամ այլ ծրագրերով եւ իրենց սկսում են սիրել հենց այդպիսին։ Իրենք բնական իրենց մարմնում չեն ապրում։ Այո։ Ցույց են տալիս նկարներ, իրենց նկարն է, բայց չես ճանաչում տվյալ անձին։ Եվ ուզում ես հասկանալ, ինչի է ապրում ուրիշի հոգում, ուրիշի մարմնում։ Այո, ինչ որ արհեստականություն, որ բացի այն, որ չես կարող դա ստանալու դեպքում էլ իրականում դա շատ տգեղ է։ Ես երբեմն կատակով, երբեմն լուրջ իմ աշխատանքներում շեշտումել եմ, ասում եմ իմ գործերում ֆիլտրեր չկան։ Տեղադրվում են այնպիսի աշխատանքներ, որ ես դա կատարել եմ հենց այդպես։ Այսինքն մարդու համար նույնիսկ այն մաքրումները կամ չգիտեմ ինչ որ որոշակի շտկումներ պարզապես լավը երևալու եւ լավը դարձնելու համար պետք չի։ Թող լինի այն ինչ կա եւ լսում եմ, որ ձեր գործերին նայելով են եկել, որովհետեւ չկար ֆիլտր, չկար Photoshop, չկա Videoshop եւ դա իհարկե մարքեթինգը շատ լավ գործ է անում մեր աշխատանքում եւ յուրաքանչյուր ոլորտում, բայց ներարկումների հետ պետք չէ խաղանել։ Մեր ոլորտում շատ մեծ դեր ունի կատարող անձը նաեւ մասնագետը հենց իրենով եւ իր խոսքով եւ իր վարքով եւ իր արտաքին տվյալներով այլ մասնագիտություններում կարող ես չհամապատասխանել որևէ տվյալ, բայց կատարես քո գործը շատ լավ, բայց էսթետիկ ոլորտում չի կարող վուլգար կամ տհաճ կամ չափն անցած արտաքին տվյալներով եւ էսթետ մասնագետը կամ բժիշկ կոսմետոլոգը խորհուրդ տալ լինել բնական կամ ես կկատարեմ բնական աշխատանք, որովհետեւ դա պետք է կրես ինքդ, լինես քո աշխատանքի կրողը, այսպես ասեմ։ Դուք փաստորեն ունեք նաեւ դասընթացներ։ Այսա շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք խոսեցինք, որ հիմա բոլորը սկսել են զբաղվել, բայց ես շատ ուրախ եմ, որ դուք այսքան փորձ ունենալով այս տարիների ընթացքում ու նաեւ այսքան սիրելով ու պատկերացնելով այս մասնագիտությունը իրականացնում եք դասընթացներ։ Դրանք առկա են, միայն առկա եւ անհատակա։ Այո։ Դրանք կատարվում են բացառապես անհատական դասընթացները եւ ինչպես ես եմ սիրում ասել, ձեռքից բռնած սովորացնելով ամեն մանրուք։ Քանի որ իրենք հետագայում աշխատելով եւս աշխատում են քո անունի շուրջ, այո, եւ ուսանողից կամ առհասարակ դիմորդից ոչինչ թաքցնել պետք չի։ Չի կարելի, այո, եթե դու ուզում ես, որ հպարտորեն լսես, որ քո ուսանողը կամ քո մոտ ուսուցանած բուժ աշխատողը աշխատում է լավագույն տեղերում կամ հասել լավ արդյունքների եւ ունի պահանջված աշխատանք, դա նաեւ մեծ ուրախություն է ինքդ քո համար։ Փաստորեն նորից այս հեռախոսահամարով կարող են զանգահարել, հա, ու պայմանավորվել։ Իսկ այստեղ սկսնակների համար է, թե արդեն եւ սկսնակների եւ վերապատրաստվող մասնագետների եւ նաեւ ծերագիրը ավելի լավը դարձնելու եւ որոշակի ավելի խորանալու, խորացած գիտելիքներ ստանալու համար, որովհետեւ
տեսեք ներարկումները ամեն օր զարգանում են, այստեղ դադար չկա, այստեղ անդադար աճի մասին է։ Ես ինքս անդադար սովորում եմ, կարդում եմ, ուսումնասիրում եմ, նույնիսկ չենք էլ հասցնում վազել այդ ամենի հետևից։ Ես ուզում եի սկզբում մենք չհասցրեցինք Արմինե, այսքան ընթացքում զրույցի նշել, ես գիտեմ, որ դուք նաև տարբեր վերապատրաստումներ եք անցել եւ Հայաստանում ու արտերկրում հատկապես։ Մի փոքր շեշտը ավելի շատ դրված է արտերկրում, որովհետեւ ամեն դեպքում երկրներ կան, որտեղ համախմբվում են առաջատարները եւ իրենց բոլորի կարծիքը կամ բոլորի նորամուծությունները ավելի այսպես աշխարհի շուրջ հավաքելու կետեր են ունենում եւ այնտեղ հավաքվում են իսկապես լավագույն մասնագետներ եւ այնտեղից անհնար է վերադառնալ առանց ճիշտ գիտելիքների եւ առանց վերջի սերնդի տեխնիկաների դրա համար տարվա մեջ անպայման ինձ թույլ եմ տալիս եւ նաեւ դա իմ արժեվ դրված պահանջ է պարտադիր մասնակցել անկախ դժվարությունների որպեսզի հետ չմնաս եւ որպեսզի կարողանաս քո բուժառուներին առաջարկել վերջի սերնդի լավագույն նորամուծությունները այո Փաստորեն այն դասընթացները այսինքն եթե ուսանողները ովքեր սկսնակները կամ արդեն աշխատող կոսմետոլոգներն ովքեր ուզում են վերապատրաստվել ըստ էության նաև դուք ձեր յուրաքանչյուր տարի բերած այս վերապատրաստումներից դասընթացներից այս նորույթները նույնպես կարող եք փոխանցել ու պետք է փոխանցել սիրում եք շատ այսինքն տարածել են ինչ գիտեք սիրում եք ես երբեմն հենց այդպես էլ ասում եմ ուսուցանման ընթացքում երբեմն նկատվում է որ աշակերտ ուսուցիչ կոնկուրենտ ասված այսինքն մրցակցություն ասվածը որը ինձ մոտ բացակայում է իսպար ես որևէ իմ աղջիկների մոտ արդեն իսկապես իմ աղջիկներն են դառնում հարազատ դարձած մարդիկ են ես որևէ մեկի մեջ կոնկուրենտ եւ մրցակցություն չեմ տեսնում ինչու որովհետեւ ամեն մարդ եւ ամեն մասնագետ ունի իր շուրջ հավաքված իր պացիենտները եւ իր բուժառուները յուրաքանչյուր ոլորտում է այդպես եւ որովհետեւ ունի ձեռագիր եւ նաեւ ունի մի էներգիա, մի հոգեբանական վիճակ, որ երբեք իմ բուժառուները օրինակ այսպես չեն թողնի միանգամից ու հեռանան գնան մեկ այլ մասնագետի մոտ եւ հակառակը ես միշտ ավարտին արդեն երբ իմ հաճելի պրոցեդուրան կատարվում է, պրոցեսը կատարվում է արդեն սերտիֆիկատների հանձնման, ես այսպես որպես բարեմաղթանք ասում եմ 24 ժամ 7 օր ես հասանելի ու միշտ կամ ձեր համար, որովհետև իմ կողքին այդպես չեն եղել։ Որովհետև ես գիտեմ դրա կարևորությունը։ Կարևորությունը։ Եվ այդպես էլ ձևավորվում են նաև ճիշտ հարաբերություններ, նաև փոքր քաղաքում ենք ապրում, որտեղ բոլորը գրեթե բոլորին ճանաչում են, եւ այդ ճանաչելը թող լինի միշտ դրական։ Իսկապես ինձ շատ հաճելի էր, ես շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցա ճանաչել ձեզ, որովհետև աշխատանքները իհարկե տեսնել ձեռագիրը բուժառուների արդեն իրենց նաև այդ մեկնաբանությունները ձեր մասին այդ ֆիդբեքը ամեն ինչ հրաշալի է, հասկանալի է, տեսնում ենք, որ որպես պրոֆեսիոնալ հրաշալի աշխատանք է, բայց հիմա ես հասկանում եմ, որ ամեն ինչ սկսվում է իսկապես մարդուց, իր էներգիայից, իր ներսից ու հոգեբանությունից։ Դուք կարողանում եք հասկանալ ինչ է ուզում կինը եւ այդ պատճառով էլ կարողանում եք նրան տալ երջանկությունը փոխել աշխարհն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Երևի թե ես ինքս կարողացել եմ հասկանալ ես ինչ եմ ուզում աշխարհից, դրա համար փորձում հեշտացնել այդ փաստը, թե ինչ են ուզում իրենք։ Այո։ Ոչ միայն կոսմետոլոգից կամ բժշկից, այլ առհասարակ ինչ են ցանկանում, ինչ կերպարով են ուզում հանդես գալ աշխարհին։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հետևորդներ, այս հեռախոսահամարը նրանց համար է, ովքեր ուզում են իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել, խնամել մաշկը շատ ավելի
թարմ լավ տեսք ունենալ։ Իհարկե ներարկումային այս բոլոր պրոցեդուրաները, այսինքն ուրվագծային պլաստիկան, այստեղ ամեն ինչ հաղթահարելի է նորից այս հեռախոսահամարով, բայց շատ կարևոր մի առանձնահատկություն։ Այստեղ հասկանում են դուք ինչ եք ուզում եւ անում են այնպես, որպեսզի դուք աշխարհին նայեք ձեր նախընտրած պատուհանից։ Այս պահին մենք զրուցում էինք բժիշկ կոսմետոլոգ Արմինե Գաբրելյանի հետ, ու ես մեկ անգամ եւս փաստում եմ, որ եթե մենք յուրաքանչյուր ասպարեզում գտնենք մասնագետի, ում պետք է դիմել, երբ այս ասպարեզում խնդիր ունես, ուրեմն ամեն ինչ այս աշխարհում հաղթահարելի կլինի։ Աշխարհում մի բան կա, որ երբեք չի կարելի անել՝ ծալել ձեռքերը, որովհետև այս աշխարհում իսկապես ամեն ինչ մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։